կողպետ կարելի է։ Իսկ համերգի ժամանակ կարելի է ներսի դուրս անել։ Իսկ ընթացքում խոսել կամ սպսալ։ Իսկ սափահարել։ Բարև ձեզ սիրելի ներկաներ, ես Հայրն եմ Սևանյան, 7 տարեկան, ունեմ մեր եղբայրներ ու ծնվել եմ Ֆրանսիայում և Հայաստան եմ եկել անցյալին։ Շատ եմ սիրում ակարդեոն նվագել, այս դեպքում ամենից գնահատում եմ ուսուցիչներին։ Ասեմ, որ այսօր 10 ամիսվա ընթացքում դուք կլսեք մեր վերջին 3-4 ամիսների ընթացքում մեր կատարած աշխատանքը։ Իսկ հիմա ես ձեզ համար կնվագեմ ֆրանսիական վալս։ Ձեզ մաղթում եմ բացի ժամանց։ Շնորհակալություն այստեղ չկամների համար, որ տեսախցիկների արջևը չփակենք, Հայկ ջան։ Ողջույն սիրելիներ, ես Նայիրի Գրեյսն եմ, շատերը ինձ գիտեք որպես համաժամանակյան թարգմանչուհի և անգլերենի մեթոդաբանության մասնագետ, այդուհանդերձ ես ուղղուն ու ծուծով երաժիշտ եմ, երաժիշտ ու մանկավար, այն հարց է, որ իմ սիրելի մասնագիտությամբ զբաղվել եմ, այնքան էլ եկամտաբեր չէ։ Պատիվ եմ ունեցել ղեկավարելու աշխարհում 1 տարբեր երգչախմբեր, 28 տարիներից ի վեր, հասնելով մինչև աշխարհի չեմպիոնի կոչման Ավստրիայում աշխարհի օլիմպիական խաղերին։ Սակայն այդ բոլոր ոսկե մեդալներից առավել եւ ամենամեծ ձեռքբերումն է այն, որ ունեմ 3 որդի եւ 1 դուստր, որը համարում եմ նվեր Աստծուց։ Այն ամենամեծ ձեռքբերումս իմ զավակներն են, որին հաջորդում են ձեր զավակները։ Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այս դպրոցում ուսուցիչներիցս մեծ մասը սիրում ենք ձեր զավակներին ի սրտե։ Այստեղ ենք հենց ձեր և ձեր զավակների համար։ Մեր խմբավարներից առաջնահերթ առաքելությունն է ձեր երեխաներին գեղագիտական ճաշակ զարգացնելը, երգեր սովորեցնելը, թիմային աշխատանք սովորեցնելը, արվեստի հանդեպ սերմանելը։ Իրականության մեջ մեր առաջնահերթ առաքելությունը ձեր երեխաներին սիրելն է, սիրել ու հարգելը։ Եվ այսօրվա մեր համերգը հենց այդ սիրո մասին է։ Ոչ թե երաժշտության, այլ առաջնահերթ ձեր զավակների հանդեպ։ Երեխաներին փորձում ենք սովորեցնել, որ երբ սիրում ենք, մենք ուժեղ ենք միասին։ Մենք կարող ենք սովորել միմյանցից, կարող ենք օգնել միմյանց և հաղթարել ցանկացած խոչընդոտ։ Այս երգչախմբում մենք սովորում ենք միասնականություն և խոսելով միասնականության մասին, ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է ձեզ ներկայացնել մի հրաշալի երաժշտի 20 տարվա մանկավարժական փորձով ու կյանքի ամենափոթորկուն իսկ գործանոթներում նավարկելիս Դարինի փամփուշտների սուլոցների, թևոմբակոծությունների դադարների ընթացք, այդ ընթացքում նա երգ է երգել, պար է պարել, գանձասարում պատարակ է մատուցել, երգչախմբեր է ղեկավարել, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում, ազգային երկու պար է դասավանդել դպրոցներում։ Ուզում եմ այստեղ հրավիրել նրան, որ մեզ կսովորեցնի մի ազգային պարերգ։ Պարերգի ողջ իմաստը միասնականությունն է։ Ուստի, եկեք ողջունենք միասին երեխաների կողմից անչափ սիրված ու նվիրված իմ գործընկերոջը Լունարա Գրիգորյանին։ Շնորհակալ եմ։
Բարի երեկո սիրելի հանդիսատես, շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ եք, այս գեղեցիկ օրը կիսում եք մեզ հետ։ Այսօր մենք կսովորենք Թամզարապարերքը, որը հարսանեկան պարերից է։ Թամզարապուն հայկական հարսանեկան պարերք է, որը ունի գրառված 17-ից ավելի տարբերակներ։ Այնտեղ կան հարվածներ, որոնք չարը խափանող հարվածներ են։ Կփորձենք, ովքեր ցանկանում են միացեք մեզ, կարող եք շարքելու պարեր, կարող եք միանալ մեր պալիկների։ Համեցեք, ծնողներ ջան, կարող եք միանալ եւ սովորել բարը։ Դե համարձակներ։ Դա մենք սկսենք։ Ուրեմն բարը քայլում է դեպի աջ, այնուհետև ձախ ոտքն է միանում, նորից է աջ ոտքը քայլում, ձախ ոտքը անում երկու հարված։ Մարմնի ծանրությունը թեքվում ենք ձախ ծնկի վրա, աջ ծնկի վրա, նորից ձախի եւ աջ ոտքով անում ենք երկու հարված։ Համզարա, հայ համզարա, ինչ բանած ես համենքավ։ Պատրաստ ենք, տոնը կտակ մեր։ Եթե նկատեցիք, այո, այսօր տեսեդեին որավ բարեգործական հասարակական կազմակերպության երգչախմբիստանները, ուզում եք շնորհակալություն հայտնել Ցինային եւ Լուսինեին, խնդրում եմ ոտքի կանգնեք, երգչախմբիստանները շատ շնորհակալ եմ ձեր նվիրման համար եւ ասեմ, որ մեր երգչախմբիստանները պատրաստել են գրքեր նվիրելու ձեր սաներին, որը վերջում կփոխանցեն։ Երգչախմբի երեխաները ամեն մեկը մի գիրք է բերել եւ նվիրելու են Վրանի երեխաներին, իսկ շնորհակալ եմ բոլոր երեխաներին։ Երբեք բոլորը։ Აფրիկան հայտնի առակ ասում է. Եթե ուզում ես գնալ արագ, եթե ուզում ես հեռու գնալ, շատ բան ունենք անելու միասին, այնպես չէ։
ուստի հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ սիրելի գործընկերոջը Հայկ Երեմյանին եւ իր սաներին, մեր բարերքին անզգական, հայկական շունչ Կարակալի Հայկ ջան, շատ և ուզում ենք մեր հետ չապնդանիք մի խորհրդանիշ Որքան ուրախալի երբ ուսուցիչ իր սաների հետ, նրանք նվագանություն են ուրիշ կազմի, երջանկություն է, չէ, շատ շնորհակալ ենք երեխաներին։ Դե ինչ այս պահին, այս նույն տրամադրությամբ շարունակենք Վաչագն Սարգսյանի ջուրը կլսենք, որը Աննան կկատարի մեզ համար, որը նույն ուղերձ ունի ասելու միասնականության մասին։ Ճանաչեմ գեղեցկուհիս։ Ջերմ արևը նայեց ծովին, ծովից ջուրը բարձրացավ, կաթիլ նստեց շողին ու երկնքում ամպ դարձավ, ամպը գնաց կակնասարին, կայծակ տվեց, գորգորաց, ամպի ջուրը կաթիլ, անձրև դարձած, իջակցած, ու սարերում ջրվեժ դարձած, արվակները խոսեցին, միանալով կետեր դարձան, ու մեր ծովը հոսեցին։ Գեղեցկին եծես, երբ մեծանում ես այս դպրոցում, տասնամյակներ շարունակ, այս դպրոցում եմ երկար տարիներ արդեն, ապա պատիվ ես ունենում կատարելու քո իսկ գործընկերների ստեղծագործությունները։ Վստահ չեմ արդյոք Արմենուհի Կարապետյանը սրահում է թե ոչ, բայց նա այս դպրոցի ուսուցիչներից է, նա այս պայն այստեղ չէ, քանի որ իր աշակերտների մրցույթն է կոմպոզիցիայի եւ այնտեղ մասնակցում է կատարելու իր ստեղծագործությունը Խոսքը նոր օր է, այն նոր օրն է, որ կարիքը մենք ունենք, թե ազգովի, թե յուրովի։ Այնպես որ խնդրեմ, վայելենք այս երգը, ղեկավար Գորյանը, դաշնամուրի մոտ է Ռուբեն Գոզինը։ Հայաստանն իմ անունն է, ազգանունն է, ինձ ուժ տվող սորություն, իմ լեզուն է,
այ բուբենը, ուրիշ խոսքով, այն ամենը, որ կոչվում է հայրենի տուն, և այն տունն է, որ շինել է պապիս պապը, անդուր ջանքով ու տանջանքով, քար է դրել քարի վրա, դար է դրել դարի վրա, և քրտինքը թուղթ ճակատին, ծուրել է նա պատը պատին, էլ ոչ մի ուր, էլ ոչ մի սուր, չի մտնելու իմ օրդուն, չի ջնջելու իմ անունը, ազգանունը, ուրիշ խոսքով, այն ամենը, ինչն ամուր սյունն է իմ տանը, և միասին կոչվում է հայ ու Հայաստան։ Շնորհակալություն ես այս խոսքերի համար և քո ծնողներին այս համերգի և էքսկուրսիաների մեր բոլոր նկարահանումները իրականացնելու համար։ Շնորհակալ ենք սրահում տեխնիկական ամբողջ թիմին մեզ այս նվերը անելու համար։ Ինչ, այժմ մենք խմբենք ևս մեր ժամանակակից հայ կոմպոզիտորների կողմից շուտ ասելուկներ։ Խաչատուր Մարտիրոսյան, խոսքերի հեղինակ Յուրի Սահակյան։ Ինչպես հասկացաք, հեշտ բան չէ շուտ ասելուկները շուտ ասելը և այդ ամենելու համար հարկավոր է տիրապետել բեմական խոսքի հմտություններին և բեմարվեստի գաղտնիքներին։ Այս երեխաներից ոմանք միգուցե հենց ընտրեն բեմարվեստի ուղին, ինչի համար վստահաբար ասում են, որ երգչախումբը շատ լավ արմատներ է տալիս արվեստի բոլոր ոլորտներում կայանալու համար, ինչպես նաև թեպեր սավառնելու համար։ Այս բանին սիրով ուզում եմ բեմահարթակ հրավիրել մեր կամավոր ծնողներից երկուսին, ովքեր կարողացել են հաղթահարել բեմարվեստի ոլորտում առկա խիտ ու մութ անտառներում հուսավոր ուղիներ բացելու մարտահրավերը։ Եվ այսօր նրանք համարվում են թատերական աշխարհի փայլող ներկայացուցիչներ։ Նրանք նաև սատարում են մեր երգչախմբին ցանկացած զանազան աղիքներով, որոնց մասին չեն ցանկանում նրանք, որ բարձրաձայն ենք։ Խնդրում ենք այսօր, սիրելի Սերգեյ և Նարինե, խնդրում ենք մեր օրը հիշարժան դարձնել,
մեր երեխաներին ուղղելով ձեր ուղերձը այս ոլորտում ինչպես հաջողության հասնել։ Նրանցից շատերը մենակատար դառնալով ինքը բռնեն, ուրիշները կմնան այլ ոլորտներում, բայց ամեն դեպքում նրանցից որոշները բեմը կտրեն, որպես իրենց մասնագիտական ուղի։ Ոստի խնդրում եմ, սպասում ենք ձեզ։ Խնդրեմ ողջունեմ Սերգեյ Երևանին։ Բարև ձեզ, պատասխանեք։ Իրականում մեծ հաճույք է ձեզ նայելը և ընդհանրապես ես երգչախումբը համարում եմ ամենաբարձր արվեստը։ Մենք համազգային թատրոնն ենք, որը հիմնել է Սև Սարգսյանը, ճանաչում եք դերասան Սև Սարգսյանին, գուցե դիտել եք ֆիլմերը։ Եվ երբ Հայաստանում պատերազմել և փակվել էին բոլոր թատրոնները, Սև Սարգսյանը բացեց համազգային թատրոնը, հավաքեց լավագույն դերասանախումբ և ամենակարևորը, ինչ իր համար կարևոր է, որ թատրոնում բոլոր դերասանները միասին պիտի երգեն։ Դա կարող է փաստել և Գագիկ Մադոյան, և Անին, Գոհարիկի ծնողները նույնպես որ համազգային թատրոնից են, և մեզ համար շատ կարևոր է, որ միասին, ինչպես ասում էր Սև Սարգսյանը, երբ միասին երգենք, միասին էլ երգենք կկառուցենք։ Հենց սովորենք միասին երգել։ Դրա համար երևի ամենաերջանիկ բանն է միասին երգելը, միասին զգալը իրար։ Հա, Սերգեյ։ Ես բեմի մարդ եմ, խոսքի տկարություն չունեմ, բայց էսենց լավ ետմիցից հետո խոսել, բայց ասեմ, որ ինձ թվում մարդը ոչ թե ինձ խոսացել այլ երգել, ինձ այդպես է, որտեղ երգը դա միասնության ինչ-որ մի բան է, ասել, մարդ ուղղա, որ մարդ մենակով չի կարել երգի, մարդ ուղղա, որ մեկը ձայնարկցի, մեկը կողքից ասի, լավա, միանա երգին, ես ուղղնով, որ մենք ազգովի, իսկապես մենք ես երեխաների նման և չասենք, ես կամ որ ամեն չէ եսով են սկսում են մարդիկ, ես գիտեմ, ես կարծում եմ, ես համոզված եմ, ես ուզում եմ, մենք համոզված ենք, գիտենք, մենք միասին ես սկսել եմ շատ սիրել եք, մենք բարով և ուզում եմ, որ մենք բոլորս մենք միասին ենք, այս երեխաներին եմ։ Երկրորդ կետը, որ մենք կուզեինք ասել, դա հաճույքն է, բեմում գտնվելու հաճույքը, ոչ թե վախը, վախել է լինում, վախենում ես բերանին չորանում անչ է, բայց այն սկզբից, որ դուք եկաք նստեցիք ու հաճույքով ասեցիք, ինչ պետք է անել հեռախոսներ անջատել, այնքան մեծ հաճույք մեզ փոխանցեցիք, որ ամբողջ դահլիճը երևի զգացիք ինչպես ձեզ արձագանքեց։ Այդ բեմը, անգամ բեմում երբ դերասան ես և մեռնում ես կամ ողբերգություն ես ապրում, միևնույն է ներքուստ հաճույք ես ապրում, որ բեմի վրա ես։ Այս մի քանի աստիճան բարձր տարածքը։ Ինչ կասես եմ։ Ես միշտ բեմի վրա հաճույք եմ։ Թեկուզ մերն ես։ Ասում ինչ նա։ Եվ երրորդ կետը, որ կուզեինք ասել, դա այդ դիսցիպլինա, կարգապահությունը, որովհետև ոչ մի մանրուք չկա, ոչինչ չկա բեմում, նույնիսկ ձեռքի շարժումն են նկատում, միկրոֆոնի բռնելու ձևն են նկատում, շոկսվեստը, ծուռ է նստած թե ինչ, թաքուն բռնեց, թաքուն իջավ, ամեն ինչը նկատվում է բեմում, երկու աստիճան բարձր է, բայց հենց բարձրանում ես ամեն ինչ երևում է։ Դրա համար շատ կարևոր է, որ նախ բնավորությունն է սկսում, կարգապահությունը քեզնից է սկսում։ Այդ շատ կարևոր է ճիշտ ժամանակին գալ, ճիշտ ժամանակին իմանալ տեքստը, իմանալ երգը։ Երբ ինձ օրինակ մեծ հաճույք պատճառեց, որ միասին էինք խոնարհվում բարձրանում, դա էլ է կարգապահություն, որովհետև հանկարծ մեկը մի քիչ ուշացրեց, քիչ մնաց բախվեինք իրար։ Այդ իրար հետ կարողանալ անելն էլ է կարգապահությունից սկսում։ Դրա համար դա ամենակարևոր կետերից է համարում, հա? Շատ շնորհակալ եմ Սերգեյ և այս պահին
Ես կանենք մի բան, որ միշտ անում եմ դասասենյակում, երբ երեխաներին այսպիսի գեղեցիկ քարոզ եմ կարդվում, հետ ուզում ես Ստալինն էլ լսեցին, թե չէ, երեխաներ, ինչ հիշեցիք ձեզ ասված խոսքերից, իրանք չգիտեին այս մասին։ Եվ այ մայրիկն ու հայրիկը ձեզ ինչ ասացին, որ դուք հիշեցիք։ Շատ լավ, կարգապահոցում միասնություն է, մուգիկ։ Ամեն մի մասը երևում է բեպի վրա, այո, Իլոնա։ Այն մասին խոսվեց, որ շատ կարևոր էր մեր համախմբությունը եւ մեր ուշադրությունը, քանի որ մենք համախմբված ամեն ինչը միանգամից անում ենք, որ մի բան չէ ստացվում, միանգամից տեսնում ենք եւ Ալբինա։ Ալբինա մենակ չի ուզում դառնալ, պետք է վախենալ բեմից։ Էլման բաց թողեցի, այո, անի։ Որ մենք հաջողիկ պարգևեցինք, եցեք Եցեք իմ սիրելիներ, այսօր մեզ համար մեծ պատիվ է Ամերիկասրահում ունենալ անվանի արվեստագետներ, երաժիշտների, դերասանների, կոմպոզիտորների, ռեժիսորների, կատարողների եւ հատկապես ապագա լեգենդների։ Չասեք ճոխճոխ խոսում, որ ուներ ճոխճոխ չեմ խոսում, մենք հավատում ենք եւ վստահ ենք, որ հենց այս սրահում են այն ապագա պետությունները, որոնք կերտելու են մեր ազգի մտավորական սերուցքան։ Մեր մշակույթն ու արվեստը հանրահռչակումները, ազնիվ ու մաքրամաքուր արժեքով ապրող մեծատառով հայեր։ Գիտեք որտեղ են նրանք։ Դիմացից չեմ ճանաչում, բայց մի դեպքում նրանք հաստատ կան եւ ես դա վստահեցնում եմ։ Սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել եւս մեկ գործընկերոջ, ով ճիշտ ինչպես խմբավար Նարնան ես, թողել է իր ծննդավայրը եւ իր գործունեությունն է ծավալում այստեղ Հայաստանում։ Երաժիշտ, ով արդեն իսկ հասցրել է գրավել միջազգային մեծ մոտ։ Երաժիշտ, ում մենահամերգին սպասում ենք մենք վաղ չեմիսորը Երևանում, իդեպ ում հյուրախաղերին սպասում են շատերը երկրորդ շաբաթ Ռուսաստանում, Էմիրություններում, Ֆրանսիայում, իհարկե Ռուբեն ջան այդ օտարերկրյա հյուրախաղերին չենք կարողանա գալ, բայց վաղ չեմիսորը ամեն ինչ կանենք, որ գանք մենահամերգին։ Սիրելիներ, ի սրտե շնորհակալ եմ ձեզ բոլորիդ որ այսօր այստեղ եք։ Եվ նաև ես որպես երաժիշտ գիտակցում, որ եթե դուք պրոֆեսիոնալ երաժիշտ եք, ապա դուք այսօր չեք եկել գեղագիտական հաճույքի համար, այլ ավելի շատ եկել եք մեզ սատարելու համար, որի համար անչափ շնորհակալ եմ ձեր ջերմության համար, ձեր սիրո, ձեր ներկայության համար։ Սակայն այդուհանդերձ կցանկանայի ձեր երաժշտական քիմքը հաջողացնել գոնե մեկ պրոֆեսիոնալ կատարմամբ, մի բարձրակարգ կատարում վայելեք Ռուբեն Կոզին, Սկարլատի, Ռե մինոր սոնատա։
Շնորհակալ ենք Համլետին, հարվածայինների համար եւ Նենի Մանուկյանին, որոնք լատինական շունչ հաղորդեցին մեզ այս տեսարյունությանը։ Գիտեք, Նենին ոչ միայն դեհար է, այլև դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանում միակ ջազ երաժիշտ իմպրովիզատորն է, որը ժանրային սահմանափակում չունի, նվագում է բոլոր ժանրերում, ջազ, ռոք, դասական, մոդեռն, ժամանակակից։ Մի քանի օր առաջ մենք ունենք մենեջերի այս ստեղծագործության համար, բարձ դարձավ, որ նա հենց այսօր մեկնում է հյուրախմբերին։ Հենց այսօր մի լավ տխրեցի, որտեղ շատ լավ է ստացվում, էլի կամավոր ծնողներից մեկն էր երգչախմբից, ասացի ինչ անեմ, զանգ ընկերոջը, որպես ջազի թագուհի եւ մեծատարող մարդ, Նենի ջան, ինչ անեմ, համերգ ունենք, սորիս չունենք, գումար չունենք, աշակերտ ունես։ Ասես Նայիրի ջան, լավ, երբ, որտեղ, անիսի։ Ասենք առանց փողի հարցեր չի լուծվում։ Ուրիշ ուսանողների կաչկոս փորձի գալու ժամանակ չունենք։ Նելիս փորձի գլխավոր փորձին էլ եկավ, այսօր էլ փորձի եկավ։ Ինչով պետք էր աջակցես մեծատարող մարդ։ Նելի ջան, իսկապես դու քո արժանի զավակը։ Նելի ջան։ Դեպ չգիտեմ որքանով եք տեղյակ, բայց Նելի լուսավորի հայրը Կոնստանտին Մանուկյանը ևս այս դպրոցի ուսուցիչներից է եղել, իմ գործընկերներից է եղել, այստեղ շատերից գործընկերներից է եղել եւ նրա այս վերջերս կանից հեռացավ եւ իր հեռանալուց հետո այդ բոլոր բաց թողած գործերը, անավարտ գործերը շարունակում են Նելի ջան, հայրիկին այս դպրոցում շատ-շատերն եմ սիրում եւ հիշում եւ հիմա արդեն նաեւ քեզ։ Շնորհակալ եմ։ Իսկ հիմա մի բան եմ ասում, տեսեք ինչ եք զգում, Հայաստան, չսկացիք, Հայաստան, տեսնեք ինչ եք զգալու։ Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, չգիտեմ ինչու է այսպես, Հայաստան ասելիս շրթունքս ճակվում է, Հայաստան ասելիս հասակս թափվում է, չգիտեմ ինչու է այսպես, Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, չգիտեմ ինչու է այսպես, Հայաստան ասելիս աշխարհնիկ տունն է, Հայաստան ասելիս էլ մահնում շունն է, կլինեմ, կմնամ այսպես։ Մեր համերգին մնացել են ամենը մի քանի խոսք, մի քանի շնորհակալություն եւ մեր ստեղծագործություն։ Մասին հասար պրոֆեսոր Սարիչյան, շուրջը սպայած ներսմատ, մուտ նևանը կպրել ես էր բարեկամեջ։ Հիմա շնչս տեսնենք, որ գտակիրս եկեք այնպես ապրենք, որ Հայաստան ասելիս ոչ միայն մենք հայերս հուզվենք, այլև ուտարները, ինչ չէ, որ ասեն Հայաստան, մենք ինքներս հուզվենք, չէ, դուք սիրելիներս հաճախ հենց այդպես էլ ապրում եք, դուք ծնողները, երգչախմբի ծնողներից մեկին զանգարեցի մի խնդրով, ասացի
հազիվ մեծ դահլիճ ունենք, գլխավոր փորձը երկար կտևի, երեխաները կանոթենան, հնարավոր է ինձ օգնեք երեխաների սնունդ գնենք, ասեց վայ, ինչ գնելու մասին է խոսքը, ես կթխեմ, ասեցի լուսինի ջան, 70 հոգու սնունդ ոնց ես թխելու, ասեց ոնց, տեսնեք վաղ, այնպես համով բնիտ է 70 երեխայի, ռեստորան որ բալվինեք չէին առակի, այդ մենք, լուսին ասում ես լավ, ես ինչ բան ունեմ անելու, մեկ էլ ես ինչ նոդա պիտի ես, ճոհ, ես սովոր չեմ, երևի չգիտեմ, մայրական արձակություն է եղել, բանց սայանդավայում չէի կարոտել ես վիճակը ծնողների կողմից, այսպես բան անգամ դրսում չկա սրիլներ, երբ ասում եք Հայաստանում, չենք լինում, սա դրան իմաստն է, դրսում անգամ ընկերները իրար հետ հաց կիսելիս, ասենք, իրար պատիկ ու հարգանք տալու մասին մոռանում են, հաշվիչները լավ են հիշում, բայց պատիկ ու հարգանքը ոչ։ Դուք սիրելի ծնողներ շատ բան եք զոհաբերել այս երեխաների մեր երեխաների համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Ձեր տրամադրած Շնորհակալ ենք ձեր տրամադրած ժամանակի, ձեր հոգատարության համար։ Շնորհակալ ենք ինչ մեզ հետ լինելու համար։ Շնորհակալ ենք մեր ադմինիստրատիվ հարցերը լուծելու համար։ Շնորհակալ ենք ուրիշների բարիքների կարիքները հոգալու համար, շնորհակալ ենք ձեզ մասնագիտական կարողությունները ներդնելու համար, մեր շապիկների դիզայները համանեցիք, շնորհակալ ենք մեր ծնողներին, շնորհակալ ենք ձեր տարբեր կամոչներով, տպագրատներով բազմսելու համար, շնորհակալ ենք ֆայլեր, մշակելով, ձայնագրելով, հատուկ շնորհակալ ենք մեր Նարեկին, որը մեր երգչախմբի բոլոր առցանց թվային ֆայլաբանությունը ինքն է անում։ Նարեկ ջան, կեցես։ Նաև շատ շնորհակալ եմ, որ մեր երկար ուզիկ փորձերը հանդուրժում եք, գիտեմ, որ դա հանդուրժել է, շնորհակալ եմ ձեր հանգստյան ժամերին, մեր ձայնագրություններն եք լսում, վստահ եմ, որ ձայնից շատ օգնել եք, նորից ձայնից, բայց շնորհակալ եմ, որ լսում եք, շնորհակալ եմ, որ մարտյաների տեսազանգերից միանում եք, ու պիտի ձեր տունը պիտի այդ ժամանակատանիք ու լինեք հանգստանաք, մեկ էլ ցանում եմ ձեր խմբավորները, լինելով բազմազավակ մայր, լիովին գիտակցում եմ, որ ձեր այս զավակների կրթության բարօրության մեջ մեծ ջանքեր եք ներդրում։ Թող Աստված ձեր ցանած ֆերմերը հազարապատկի ու վերադարձնի ձեզ։ Խնդրում եմ երեխաներ, ծափարենք մեր ծնողներին։ Մնաց մեր համերգի վերջին խմբերքը ևս հայ հեղինակի մի ստեղծագործություն։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավար, Երևանի պետական կոնսերվատորիայի պոպ և ջազ երաժշտության ամբիոնի վարիչ, Մովսես Խորենացու, Համոր Սահյանի և մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Արտաշես բարեպաշտ պատվոշանակիր և այնն ուրիշ շատ երկար ցանկ կար, բայց եթե կարդայի լավ չէի, շուտ չէինք գնա և մեզ համար շատ գելին Տիկին Նայինե Զարուկյան ջան, խնդրում եմ, համեցեք այստեղ, շնորհակալ ենք ձեր ներկայության համար և երեխաներին ասեք, երեխաները շատ սիրեցին ձեր ստեղծագործությունը, այո երեխաներ Եվ խնդրում եմ մեր երեխաներին ասեք, թե ինչպես է ստեղծվում այն ստեղծագործությունը առհասարակ, մեր վերջին ստեղծագործությունը լինելու է Նարինե Զարուկյանի ստեղծագործությունը, որը կոչվում է Չի կարելի։ Խնդրում եմ մեզ ներկայացրեք, ինչպես է ստեղծվում ստեղծագործությունը։ Բարի երեկո, կներեք ուշացման համար, մենք հրազդանում ենք, նույնպես գեղեցիկ շատ միջոցառում են, համերգ հազիվ հասցրեցինք, դες որ ներող եղեք։ Սիրելի երեխաներ, ստեղծագործությունները ընդհանրապես շատ դժվար են գրվում, այդ որ ասում են, որ ուսանեկավ, գրեցի, 5 րոպեում երգ ստեղծեցի, դա այդպես չէ։ Առաջինը պետք է շատ պատրաստված լինեք, գիտելիքներով, օժտված լինեք, նաև շնորհքով օժտված լինեք, որպեսզի կարողանաք ստեղծել ստեղծագործություն, որը որ ոչ միայն ձեզ համար լինի, այլ հասարակության համար նույնպես լինի, շատ գեղեցիկ և սիրելի։ Ես մեծ սիրով աշխատում եմ երեխաների համար, ստեղծելով իրենց համար երգեր, խմբերգեր և շատ ստեղծագործություններ և շարունակելու եմ, որովհետև երեխաները այնքան անկեղծ են, իրենց չի կարելի խաբել։ Իրենց պետք է
գեղեցիկ, շատ գեղեցիկ եւ պրոֆեսիոնալ երաժշտություն մատուցել։ Սիրելի երեխաներ, դուք բոլորը տոշտված եք, բոլորը կարող եք երաժշտություն գրել, ուղղակի պետք է դրանով զբաղվել, մի փոքր պետք է զբաղվել։ Սիրում եմ ձեզ շատ, շատ սիրում եմ, իսկ հիմա մեկ սիրով կընտրենք ստեղծագործությունը, որը որ պատրաստել եք։ Սիրում։ Ես մի փոքր անակնկալ ունեմ, նվիրում եմ մեծ սիրով ձեզ, իմ ստեղծագործությունները, հուսավ, որ կլսեք։
հաճախ դրանք ճնշում են երեխաների մեջ արարելու եւ ստեղծագործելու ջիղը։ Մենք հավատացած ենք, որ կրթությունը պետք է հարմարեցվի երեխային համագարկին կրթական եւ ոչ թե կրթական երեխան կրթական համագարկին։ Այդ պատճառով փորձում ենք կոտրել կարծատիպերը եւ փորձում ենք թեւեր տալ մեր երեխաներին, ամեն մեկը իր ուրույն տեսակով եւ տաղանդով։ Շնորհակալ ենք մեր դպրոցի ղեկավարությանը, որոնք ձեր երեխաների համար բացում են նոր դռներ, թույլ են տալիս, որ նրանք սավառնեն, արարեն եւ սիրեն։ Սիրել երաժշտությունը, սիրել արվեստը, սիրել մեր քաղաքը եւ սիրել միմյանց։ Շնորհակալ ենք բոլորիդ ձեր թանկագին ներկայության համար եւ համերգի կավարտենք մեկ երկով, խնդրեմ Օրանի երեխաները բարձրանան։ Օրանի երեխաները բարձրանան, սա հզանային կաներ, դրանց չի կասել, որ պետք բարձրանալու։ Խնդրում եմ բոլորը վերցնեք իրեր բառերը, աթոռների կարգված բառեր, տեսել եք։ Այո, եկեք միասին ոտքի համերգը համարենք ավարտված, երգելով, ուրախ զվարթ, հիշենք, որ Երևանը զուտ որպես խորհրդանիշ ենք ընտրել, Երևանը դա մարդարարացնենք, մենք մարդիկս մեկ ենք մեր սիրով և միմյանց սիրում ենք, սա է մեզ միավորում, այնպես որ Երևանը ես ու դու ենք, Երևանը մենք ենք, մենք այս դպրոցն ենք, մենք իսպեսի սիրով մարդիկ լինենք, մեր հիմնական առաքելությունը սա է, այնպես որ միասին սա համապատրաստից երգ է, մեր երեխաները զգործեն միանալ Օրանի երեխաներ, ուրախ կտնեմ եթե դուք էլ միանանք ոտքի և ուրախ այսպեսով համարում ենք երեկոն փակված։ Hey!
Շնորհակալ ենք, խմբավորներ ձեզ Դինամա Գրիգորյանը, Ռուբեն Կոզինը եւ ես Նայինին։ Շնորհակալ ենք ձեզ բոլորին։ Բարի գիշեր։ Երեխաները վերջին փոքրիկ անակնկալներ ունեն, չշտապեն գնալու, կբաժանեն ծնողները ձեր լուսանկարները եւ գրքերը։